հավանական ատառնա, մինչև մենք այս գաթանքը թխվի։ Տեղ էլ Բարսեղան արևը շահեց էլի։ Համ առավոտ, համ Հիմա սա դրվեց, այո։ Ու մինչև սա կլինի։ առավոտ լուսո արեգակն արդար։ Հիմա քանի որ դու նոր ես եկել, արի դու մի հատ հիմա մեր առավոտի ինչ որ բանից օգտվում ես ու մտնում ենք տուրի, հետաքրքիր միջոցառում է մեզ սպասում։ Ռուզանը գիտա դառը։ Արի։ Հա, արի դու ինչ ես ուտում։ Խաշուտել ես։ Հիմա ներկայացնել մեր հրաշագիր։ Հաջեց մինչև այդ առաջ մինչև այդ պետք է անպայման ասեմ։ Նախ ուրախ եմ շատ ձեզ բոլորի տեսնելու, շատ հարազատ զգացողություն ունեմ։ Այդ տպավորություն ունեմ, որ նույնիսկ աշխատել ենք իրար հետ, թեև շատերի հետ իսկապես աշխատել ենք տարբեր առիթներով։ Մասնավոր արվեստի տունը սոցիալական նախաձեռնություն է։ Բացել ենք 21 թվականին ի պատասխան Արցախյան պատերազմի, երբ որոշեցինք աշխատել, որպեսզի չխելագարվենք։ Եվ մեր գլխին նոր գործ բացեցինք, սա մասնավոր արվեստի տունն էր, մասնավորում աշխատում են Արցախից տեղահանված կանայք, կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող կանայք, եւ մասնավորի շնորհիվ շարունակում են կեսունակ մնալ Լուդոսյան արվեստի կենտրոնի աշխատանքները, որտեղ մինչ այս պահը 700 երեխա արվեստի անվճար կրթություն է ստացել։ Մենք մի պահից հասկացանք, որ չենք ուզում դոնորական փնտրտուքներով զբաղվել, այլ ինքներս դառնալ մեր դոնորը ստեղծելով տեսակով սոցիալական ձեռնարկատիրություն։ Շարունակում է գոյություն ունենալ Նաիրյան վոկալ անսամբլը, որի ղեկավարը Նաիրան է, եւ մասնավորի շնորհիվ մենք Տավուշի մարզի Բերթավան գյուղում բացել ենք կերամիկայի կենտրոն, որը նաեւ նման այցերի շնորհիվ կարող է եւ ունի մեծ պոտենցիալ շատ ավելի զարգանալու։ Դերևս այսքան օգնության հատվածի մնացածը արդեն ձեզ եք հարցը պատասխան տալու, տեսնենք ինչ եք դուք, ինչ գիտեք մեր գորգերից, այս ես մինչև որ ես ծառակբերի գործիքը, ես ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ մի քիչ խաղարկային է սրտան մեր տուրը, ինչպես ամեն օր մեր տուրերը այդպես ենք անցկացնում։ Խաղարկային սխալացածի ինտերակտիվ, ես ձեզ բերել եմ գլխազարդեր դնեմ ձեր գլխին եւ ում գլխին որ դնենք պետք է վեր կենաք բարեք, չէ չլինի։ Աստիճանաբար, ամեն ինչ չեմ բացում, սա ուղղակի, եթե չեք ուզում բարեք, չեք ուզում, ասում եք պիտի բարեք։ Եվ այս ասի փոչը չգիտես, արդեն ես տալիս եմ նարայք։ Չէ, նարան է գալիս։ Նարան ինքը շարունակի, ես գնամ պատրաստեմ մեր ընթացիկ բաները, որ դուք Ուրեմն մեր գորգերից յուրաքանչյուրը իր իմաստ ունի, յուրաքանչյուր նախ նշանակություն ունի։ Սրանք կոդեր են, որ մեր նախնիները փոխանցել են մեզ, մենք քրիստոնեությունը ընդունելուց հետո ենթագիտակցորեն ենք դրանք պահել, բայց փառք Աստծո բերել հասցրել ենք մինչև մեր օրեր։ Այ ձեր ընկերներից մեկը մտավ ու առաջինը ճանաչեց վիշապա գորգը, շատ ճիշտ է, բայց եթե այդպես է, խնդրում եմ ցույց տալ նաև վիշապներին։ Մենք գիտենք, որ վիշապներ շատ են հանդիպում մեր գորգամտածողության մեջ, նույնիսկ զարդերի մեջ, հա, նույնիսկ կյանքում էլ գուցե, բայց վիշապը մեր Բայջևանցի վիշապը մեր մշակույթում երկակի ընկալում ունի, նաև կարող է պաշտպանել եւ կարող է վնասել։ Հիմա նույնիսկ եթե ուշադրություն դարձնենք մեր զարդերը, այն որոնք մենք ենք կրում այսօր ես ու քույրս, այս զարդերի մեջ են վիշապներ պետք է գտնենք, փոքրիկ դետալներ արջևի, դրանք վիշապներ են, որը պաշտպանում են կնոջը։ Հիմա խոսենք նաև այս վիշապան գորգի մասին։ Տեսակ վիշապներին։ Այ որտեղ։ Ովքեր են տեսել վիշապներ։ Տեսեք ճիշտ է։ Վիշապի գլուխն է, այո, վիշապ։ Իսկ մարմին տեսել եք վիշապի։ Մարմինն է, ես հիմա կամ այս հատվածում է գտնվում վիշապի մարմինը, պոչը, ոտքերը, վիզը թեքված երախբաց, եւ նույնիսկ երբ գլուխն եք նայում, չէ, այստեղ էլ է երախբաց։ Այս սուր լեզվակները մեզ պետք է հիշեցնեն իհարկե կրակի սիմվոլը, կրակի խորհուրդն է, որովհետեւ վիշապի երախից կրակն է գալիս։ Հիմա ես ուզում եմ հարցնել, հիշում եք մեր զինանշանի կենդանիները որոնք էին։ Արյուստները հաստատ։ Արյուտները
Չէ, այ մեր զինանշանին կենթանիների երախները փակ են, թե բաց են։ Բաց լինեն, հիմա փակ են։ Ես շնորհակալ եմ, որովհետև տեսեք, անգամ գործելու ժամանակ մեր վիշապների երախները բաց է։ Որքան դժվար է, չէ՞, փոքրիկ այս հատվածը պահել բաց գործելու միջոցով։ Երբ փակ են կենթանիների երախները, նշանակում է կենթանին սատկած է եւ մեզ պաշտպանելու կարող չէ, ունակ չէ։ Իսկ ահա երբ վիշապներ ունենք, սրանք նաեւ ծիսապաշտական նշանակություն ունեն հայերի կյանքում, նրանք պարտադիր պետք է ողջ լինեին եւ ընտանիքը կամ այն տարածքը, որտեղ դրանք ցուցադրվում են, կարողանային պահել, պաշտպանել։ Այնպես որ իսկ Անահիտ անունով աղջիկ ունենք, տարածքում կին ունենք, Անահիտ դեպքում Անահիտ հայտնի վիշապագորգն է, նաև այդպես է հայտնի, այս վիշապագորգի այս տեսակը, որովհետև ըստ ավանդույթի վաճառանը հենց նմանատիպ գորգ պետք է կարողանար գործել։ Տեսեք տղամարդիկ նույնպես մեր մշակույթում հեքիաթի օրինակով անգամ տեսնում ենք, որ կարող են եւ պետք է իմանային նաև գորգ գործել, կարպետ գործել, սրանք մեր մշակույթին բնորոշ են։ Այս մյուս գորգի կան լեռնաշխարհում ապրող կենթանիներ, դուք կտեսնեք եւ արդյոք որ կենթանին ձեզ առավել այսպես աչքի կընկնի, հա, ձեր այո, քարայծեր կան, էլ ինչ կան։ Եղնիկներ, եղջերուներ, բայց ամենաշատը 3 մեծ մեդալյոնի մեջ մենք տեսնում ենք որ կենթանը, որ այսպես ոլոր է, օծն է, օծակեր կենթանուն գտակ։ Փիղը տեսակ, հրաշալի, քդեր չկան հայկական լեռնաշխարհում, սրանք տիպական օծագորգերն են։ Իմիջիայլոց այս գորգերը առավել հաճախ։ Եկով է փիղ տեսնի։ Ասկիս հատա մատիկին փիղ քաշել։ Սրանք առավել հաճախ հանդիպում են Սյունիքում, Արցախում։ Այս օծագորգերի մասին, այո, Ունեն չունեն մի հատ ովա փիղ ունեն, ենել կերան գլխը։ Այլոց հետո, տեսեք, այս շարժումը նաև կհանդիպեն այն ուրիշ օծագորգերը, որոնք միջև ուշ միջնադար համարվում էր նաև տտարի տեր տիրոջ հետ այսպես նմանեցնելով, տտարի էին նմանեցնում եւ կամ Հիսուս բառը, որ պետք է սկսվի Հիսուսի միջև գրքում, եւ ուրեմն այս նախշը նաեւ կապում էին Աստծո գաղափարի հետ, իրականում սրանք մեր օծագորգերն են ընկալվում։ Այս մյուս գորգը գնում է մինչև հեթանոսական ժամանակաշրջան, այ ինչի կնմանեցնեք, երեք մեծ աստղ ենք տեսնում գորգի կենտրոնում, հավասար խաչի թևեր ունեցող նշան ենք տեսնում, իսկ բոլոր հնագույն ժողովուրդների մոտ այդ սիմվոլը լույսի աստղի խորհուրդ ունի եւ պատահական չէ, որ հետո կորացի նաեւ քրիստոնեությունը իբրև լույսի կրոն այդ սիմվոլը կդարձնի իր հիմնական սիմվոլը։ Մեր տարածքի ամենահին նմուշը ահա այս գորգն է, կարպետն է, այն շուրջ 100-115 տարեկան է։ Մենք այն բերել ենք Սյունիքից, սիրելիներ։ Այն կհիշեք Արցախի դրոշի սպիտակ երանգով այդ աստիճանական շարժումը, բայց երբևէ չեք մտածել ինչու են այդ աստիճանական շարժումը վերցրել եւ սպիտակ երանգով դրել եռագույնի վրա։ Պարզվում է այս նախշերը վերցված են այդ նախշի ձևը նորից մեր ուրեմն զարդա մտածողությունից է վերցված։ Այստեղ գույների մասին է պետք է ասեմ, որ այս երանգները, եթե կհիշեք Սյունիքի ճանապարհը, այդ կարմիր լեռները, այդ գորշ շագանակագույնը, ամենը ձեզ պետք է տանի դեպի Սյունած աշխարհ։ Այս երանգներով է գործված նաև, ինչպես տեսնում եք, ձեր ետևում ցուցադրված աշխատանքը, որը ամբողջովին ասեղով են գործել եւ կոչվում է ջեջին։ Ավելի նուրբ աշխատանք է, ջեջին։ Պատկերացրեք, թե կնոջ ամբողջ ասեղով է ձեռքի աշխատանք է եւ պատկերացրեք, թե կնոջից որքան մեծ հմտություն, համբերություն է պահանջում այս տեսակ աշխատանքը։ Ինչը 21-րդ դարում թվում է անհավատալի։ Իսկ այն որ մեծ բանաստեղծներ, որ ծնվել էր Լորվա Դսեղ այս երանգներով էին գործում։ Ապա տեսեք, գորգերը իրար առաջին եսին նման են երանգներով, չէ՞։
կարմիր, կապույտ, կանաչ, այս երանգները բնորոշ էին առավել, այդպես լորված արածքին էին գիտեք ժամանակին դե չկային, չէ, այսպես նյութերը, սրանք հիմա իհարկե ավելի, բայց ավելի շատ օգտագործում էին կարմիր, այն ինչքան կար մեր գործակալները Այս գորգը, եթե ուշադիր նայեք, պետք է այս գորգի վրա գտնեք ծաղիկներ, սրանք ծաղկագորգեր են, այ լորվա փամփակն է, եւ պետք է տեսնեք նաեւ կենաց ծառի խորհուրդը, այ կապույտով երանգները, սրանք բոլորը նշանակություն են ունեցել մեզանով շատ այս բաներում նաեւ։ Ուրեմն սիրելիներ, եթե խոսեցինք մեր գորգերի մասին, եկեք թույլ տվեք նաև ձեզ ներկայացնենք մեր ավանդական զգեստներից որոշ դետալներ։ Խնդրեմ եմ ինձ մոտենա, այո, Միջև հապստեղենի։ Այս գորգերը ոնց է հայտնվել ձեր մոտ, ուզում եմ իմանալ հետևողական նվիրատվություններ ինչ է։ այո, ափսոս այստեղ հիմա այս պահին հավաքված է, բայց մի կարպետ ունենք բավական մեծ հետաքրքիր, որ մեզ նվիրել են արցախցիները տեղահանությունից հետո, երբ մեր տարածքը դարձավ հումանիտար տարածք, նրանք իրենց հետ պատկերացնում եք այդ ճանապարհով անցնելուց հետո բերել էին այդ կարպետը ու մեզ համար շատ հուզական էր, որ որոշեցին հենց մեզ նվիրել։ Մի մասը մեր ընտանեկան իհարկե այսպես հավաքածուի մասը, բայց մյուս մասը ձեռք ենք բերել, ահա, բայց այդ մի կարպետ ուղղակի միշտ այստեղ է լինում, հանել եք երեկոյան նկարահանում ունենք։ Այ այդ մեկն էլ իրենք են նվիրել։ Այսպես շատ պատահում է, այո, պատահում է, որ մեզ նաև այս տեսակ լուրջ նվիրատվություններ են ունենում, երբ չգիտեմ, ի պատասխան այն ամենի, ինչ մենք արել ենք իրենց համար։ Իհարկե չենք սպասել որևէ բանի, բայց այն է պատահում։ Ուրեմն եկեք արագորեն կրկնենք այս ինչ գորգի։ Ամրեք, այս մեկը օծան գորգեր վիշապար, գորգեր այս մեկ աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ էր կապում և աստղիկ գորգերն են աստղա գորգեր և ծաղկա գորգեր շատ հիմա եկեք ինձ խնդրում են կամավոր մի կին է պետք, որը պետք ինձ օգնեք ցուցադրել ավանդական մեր զգեստներից որոշ դետալներ, այս տարազախ դետալները, որ պատրաստում են ձեզ ցույց տալ, այս բնականաբար գոգնոց է, սիրելիներս այս գոգնոցը նախատեսված չէր, նախատեսված չէր հողանոցում աշխատանքներ կատարելու համար, ուզում եմ պատմել, ուզում եմ չէ մի քիչ որովհետև բան է նշանակելու, եթե վերևից կապել։ Վերևից կապել եմ, այ, փակու բաներ նշանակելու։ Ինչ չար դասարան է, ելին աճան, խնդրում եմ օգնեք ինձ։ Ուրեմն դասարան ջաններ է։ Այ դժվար է, այդքան դրում։ Եթե վերևից կապենք, այո։ Խոհակը սազմա։ Ուրեմն տեսեք, այն սոհանոցի համար նախատեսված չէր, տոնական գոգնոց էր և յուրաքանչյուր կին հենց ամուսնանում էր, որովհետև հիշեք, մեզ մոտ նաև շուտ էին, չէ, ամուսնանում, և հաճախ կարելի էր շփոթել, ընտանիքի դուստրն է, թե հարսն է, դրա համար ամուսնացած կանայք, այս գոգնոցով պետք է դրանից դուրս գային։ Հարուստ հայերը նույնիսկ ոսկի մետաղը ձուլում էին, թել էին սարքում, հետո նոր էին այս նախշերը հետո նաև այս նախշի մասին կխնդրեմ ինձ ասել, ինչ է ձեզ հիշեցնում այս փողակալ գոգնոցի փեշերի նախշը, ինչի եք նմանեցնում, այս կնմանեցնեք ծառի, այո, որովհետև հենց կանայք ամուսնանում են, ենթադրվում է, որ մայրիկ պիտի դառնան, դրա խորհուրդը նույնպես գոգնոցը պիտի ունենան։ Դե պատկերացրեք այնպիսի ժամանակներ, որ չկա Facebook, TikTok, Instagram, այդ բոլորը Խախանդ երգիր։ կանայք հենց ամուսնանում էին, այ այստեղ ասեղով գրում էին ի վայելում են գոհարի ամուսնության տարեթիվը։ Այս ամեն ինչը երևում է, և քանի որ նյութն էլ թավիշն էլ է հարուստ կանանց բնորոշ ազնվական տիկնոջ, ուրեմն զգեստի մաս է այս թավշյա փողակալ գոգնոցը։ Այն կապել են, ուրեմն Կարինում կամ Էրզրումում, Ախալքալակ, Ախալցխա, այս տարածաշրջանում, նաև գրեթե, որովհետև գալիս են Գյումրի Ալեքսանդրիա, այս տարածաշրջանում։
կապելու ձևից էլ ինչպես արդեն ասացի, կարելի էր հասկանալ կինը, հարուստ է, աղքատ է, ով է ամուսնացած է, թե ոչ այդքան այսպես կապել, ուրեմն շուտով ընտանիքում համալրում էր սպասում, իսկ այսօր մայրիկները անգամ այդպես էին։ Այն հարուստի ձևով կապի է, Այն հարցը չկար, էլի բա ինչ նորություն։ Դու գնալ Հետաքրքիր մի բան ասենք ասեք շնորհավոր։ Այ գոհարը դրանով դարար բան է, գիքորի միջի։ մեր տարածների բան չկա։ Փարավոն Միրզոյանին կանչեք։ Փարավոն Միրզոյանն ուրա։ Փարավոն Միրզոյանն էլ կա դառնա բազազարտեմը։ Սիրելի իշուրեն, ինչպես տեսնում եք Տիկին Գոհարը նոր չի Նախի ամուսնացել։ միջումը պաչարա։ Այս երանքներ Այն բանը չկա, կիսա մոլդավական որումներ։ Ունենք, կիսա մոլդավականը, սա հայկական է։ Նորահարսի չէ, որովհետև բույները գլխազարդի վրայի բազմերը հանգեն։ Եթե նորահարս լիներ, պետք է մի ատոն լինեին ծաղիկները։ Եվ ինչ եք կարծում, ինչ են արել, որ ծաղիկները ձիթ մնան։ Ահա, պարզվում է Գոհարը ինքը պետք է կարողանար գործել գլխազարդը եւ փոքրի Գոհար։ Եվ այս ծաղիկներն էլ որպեսզի ուշ թարամային էսպես ասեին։ Չէ, սա 6 ամիս պետք է գործեք։ Ուրեմն ինչ մեր ձիումազ են խառնել, ապա ձիումազը խառնել են թելի հետ, հետո նոր գործել են երիքներ։ Այ այսպես եկեք մեկ անգամ էլ հարցնենք, ինչ խորհուրդ ուներ գոգնոցը, որ նա ամուսնացած էր, որ նա ինքը պետք է կարողանար այս գոգնոցը գործել եւ նաեւ որ նա հարուստ է։ Այս հարուստին նա քրոքապինը։ Հարուստին նա, եկեք ծափարենք Տիկին Գոհարի։ Եղեք դուք եկեք սովորել, պատրաստ բոլոր։ Նուրի, Վիրոպ է դա վերջում եք ռուզան ճոն ես ինչ տալով է Վիրոպ է գործեր կան բան կան երաշտարի ժամանակ հայերը տարբեր ծեսեր էին կազմակերպում, կարգեր ունեին, համաձայն որի վստահ որ եթե այդ կարգերն անենք, այդ ծեսերն անենք, անպայման անձրև է գալու։ Ուրեմն մեծերը այսպեսակ տիկնիկներ էին պատրաստում եւ նայած քանի հոգով էին մասնակցում, այն կարող է շատ տարբեր չափերի լինել։ Պետք է ունենալ 7 գույնանի գոտի, գույնս գույնս գեսներ, սրանք բոլորը բնության խորհուրդ ունեին ծիածանը, որ անձրևից հետո արթնանում է բնությունը եւ այլն։ Վերցնում էին այս տիկնիկը, հետո գնում տարբեր մարդկանց դռները թակելու։ Այ այսպես։ Թաղում էին դռները, ամենցիկ բացում էին, տեսնում էին տիկնիկն է եկել, եկողներն ասում էին նորին եկելա, ոսկե շապիկ հագելա, նուրի նազանի Տնեցիք էլ տեսնում էին երկում են, նուրին բերել են, այսպես ջուր էին ցողում ու վստահ են, որ այդ օրը անձրև էր գալիս, իրենք էլ էին հավատում։ Հիմա սիրելիներս, դուք եկել եք մեր տարածք։ Եթե ռիսկ եք արել եկել եք, հիմա պետք է մեզ հետ երկել։ Երկել եք ավանդական մի պարետ, խնդրեմ նստել ուղիղ, գիտեմ, որ այն մասերու եք դուք երկողներ չեք, բան չեք, բայց կապ չունի։ Խնդրեմ եմ Երևանել մոտենալ եւ միասին ձեզ համար երկենք մի ավանդական երգ, պարերք, այն կոչվում է նանարինը։ Հետո անպայման կենաց երգ։ Հետո կենաց երկերը կերքենք եւ կսկսի ձեր պարի պահը։ Այդ պահը արդեն մանրամը կբեմադրի, որովհետեւ ես սիրում ավանդական պարեր։ Այնպես որ հիմա Ելենա ջան տոնայնությունը խնդրեմ, երկու կոչվում են նանարինա, այն անձրևի կապ։ Այնպես որ պատրաստ։ Մեկ երաժշտական նախադասություն երգում ենք, մենք հետո մենք լռում ենք, տեսնենք դուք ինչպեսի երգշտում եք այս։ Բոլորը կողորները մաքրում են։ Այնանում ու սկսում ենք։ Նստեք ինչպես է հնչում իմ դափը։ Նանարինա, նարինա, նարինա, հայ, նանարինա
Ուդայևը։ Որի տակ ամ։